Զուգադիպությամբ իմ հարցը համընկավ հենց այն բանաձևումի հետ, որը դուք քիչ առաջ ներկայացրեցիք։ Թե ինչ խայտառակության կարող մենք ականատես լինենք վաղը, դա ես նույնիսկ չեմ կարողանում պատկերացնել, երբ որ պետքա դատարան ներկայացվի ամենայն հայոց կաթողիկոս եւ բարձրագույն հոգեվոր խորհրդի անդամ մեր սրբազան հայրեր վարչական դատարանի ըստ էության իրենց չվերաբերող որոշում իբր չկատարելու համար։ Այս ազգային ժողովում պատգամավորներ են եւ այլ պատգամավորներից բացատրություններ, ներողություններ խնդրելու վճռականությամբ են հանդես գալիս Արթուր Հովանիսյանը, Ռուստամ Բաքոյանը, ովքեր ընդդիմության կողմից առաջադրված մարդու իրավունքների պաշտպանի տեխնացուի հասցեին հնչեցրել են վիրավորական արտահայտություններ, եւ ոչ թե ես եմ միայն պահանջել, որ նրանք ներողություն խնդրեն, այլ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը։ Եվ նրանք այդ վճիռը չեն կատարել, ինչի կապակցությամբ Շենգավիթի եւ Վեդու քննչական բաժիններում այս պահին նախաձեռնված է հանրային քրեական վարույթ։ Բայց նրանք դատարան չեն ներկայացվել։ Այս կուզենայի իմանալ այդ վաղվա ողբերգության ոչ թե բարոյական, այլ ձեզնից որպես իրավաբանից հենց իրավական կողմը։ Սա մեկ։ Եվ երկրորդ հարցս, դուք գիտեք, թե ինչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանում։ Եթե մի հրաշքով ձեր ձեռքին հայտնվի այն բջջային հեռախոսը, որի WhatsApp հավելվածից հաղորդագրություններով պաշտոնից ազատվել են բարձրագույն դատական խորհրդի նախագահ, հետո դարձել վարչապետի աշխատակազմի աշխատակից, ներքին գործերի նախարարը, քննչական կոմիտեի ղեկավարը, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը, ըստ էության սահմանադրական անկախ մարմինների ղեկավարներ։ Եթե այդ հեռախոսը այդ հավելվածով հայտնվեր ձեր ձեռքում, ինչպես կվարվեիք այդ սարքավորման հետ։ Շնորհակալ եմ։ Վերջից սկսեմ հարցի, նման հեռախոս թող երբեք իմ ձեռքին չհայտնվի, հայտնվելու դեպքում էլ կհրաժարվեի նման հեռախոսից, որովհետև առնվազն ունեմ կրկին ընդգծված պատկերացում, հարգանք անկախ սահմանադրական մարմինների նկատմամբ։ Տենց հեռախոսներ չեմ ուզում։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, պարոն Ղազարյան, իրապես իրավական որևէ հիմք չի կարող լինել այս գործում։ Սա պնդումը, որը կատարում եմ, Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունք կա, պետությունը չպետք է միջամտի եկեղեցու ներքին գործերին։ Պետությունը չպետք է միջամտի եկեղեցու ներքին գործերին, առավել ևս մեր մայր աթոռի ներքին գործերին, քանի որ հայ առաքելական սուրբ եկեղեցին ունի նաև սահմանադրական կարգավիճակ։ Իդեպ ես շատ լավ հիշում եմ, ինչպես ժամանակին նաև կար այդ դիսկուրսը, ցավով եմ ասում, որ կար այդ դիսկուրսը, թե ընդհանրապես հայ առաքելական սուրբ եկեղեցու կարգավիճակը արդյոք պետք է սահմանադրությամբ ընդգծվի, թե ոչ։ Եվ շատ լավ էր, որ ընդգծվեց։ Ինչ որ իմաստով, նույնիսկ տարբերակում դնելով, այո, այդ պնդումը կատարում է։ Որովհետև մեր ազգի, խոսում ենք չէ պատմության մասին, պատմական դիսկուրս ենք ունենում, մեր ազգի իդենտիկ բաղադրիչներից մեկը մեր հավատքն է։ Մեր հավատքն է հենց հայ առաքելական սուրբ եկեղեցու տեսանկյունից։ Դա մեր հպարտությունն է, մեր պարծանքն է։ Իրապես ես վստահ եմ, այստեղ նիստերի դալիճում էլ հավաքական մոտեցումը այդպիսինն է։ Հավաքական մոտեցումը այդպիսինն է։ Չեմ ասում բոլորի ու կներեք, թող երբեք այլևս տենց բառ ես չասեմ։ Բայց մեծամասնության դիրքորոշումը այդպիսինն է, հետևաբար ասել, որ կարգալույծ անելու հարցի շուրջ Հայաստանի Հանրապետությունում, հերիք չի կարգալույծի ինստիտուտի հետ կապված, կա մի հատ դատական գործ, սա արդեն աբսուրդ է։ Դատական իշխանությունը ինչի համար է միջամտում եկեղեցու ներքին գործերին, աբսուրդ 1։ Բայց հերիք չի այդ աբսուրդը կա, մի հատ էլ ասում են դատական ակտը չի կատարվում մայր աթոռի կողմից, ու դրա համար գերագույն հոգևոր խորհրդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվում։ Դուք գիտեք, չէ՞ որ նախկին Հռոմի պապը ռեկորդային ցուցանիշներ ունի կարգալույծ անելու կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների։ Իդեպ ես անկեղծ եմ ասում, հարցրել եմ նաև արհեստական բանականությանը, բայց ինչքան կարողացել եմ, փորձել եմ որոնել։ Տենց քրեական գործ
որևէ մի հռոմի պապի նկատմամբ երբևէ չի հարուցվել։ Բայց միգուցե պետք է մեր իրավապահ մարմինների այդ գիտելիքը կիսվենք։ Արձագանք։ Տևանյան, ես շնորհակալ եմ պատասխանների համար, շատ տպավորիչ, սպառիչ, բայց նաև կուզենայի եւս մեկ անգամ այդ իրավական արձանագրումը։ Վարչական դատարանը կոնկրետ վեհապար հայրապետից որևէ բան չի պահանջել, որ նա կատարի թե չէ։ Իսկ քաղաքացիական դատարանները կոնկրետ Արթուր Հովհաննիսյանից եւ Ռուստամ Բաքոյանից պահանջել են կոնկրետ տեքստով, կոնկրետ հարթակում տեքստ հրապարակել, ինչը որ չեն արել։ Այս դեպքում ես ուզում եմ անամ իրավական համակարգի գնահատականը, ինչպես դուք կտաք նման իրավիճակների հետ կապված։ Եվ անդրադառնալով Արթուր Սարգսյանի խնդրին, մենք փաստորեն ունեցել ենք 3 պաշտոնյա ընտրություն ազգային ժողովում, որը ըստ էության ընթացել է լեգիտիմության լուրջ դեֆիցիտով, որովհետև падգամավորը, որը կարող էր մասնակցել տեխնացությունների ամբողջական քննարկմանը եւ քվեարկությանը, իր կամքից անկախ պատճառներով զրկված եղել այդ հնարավորությունից։ Կարող ենք արդյոք ձեր պարագայում ինչ-որ իրավական մեխանիզմներ գտնել, հորդորել կամ դուք եք ձեր կողմից, որպեսզի գոնե ձեր ընտրական process-ը գնա կանոնակարգի պահանջներին համապատասխան։ Շնորհակալ եմ։ Պարոն Ղազարյան, ես չեմ կարծում նորություն է կամ հատուկ մի բացահայտում կանեմ։ Ես քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների մեծամասնության ներկայացուցիչների հետ ընդհանրապես որևէ հարաբերություն չունեմ։ Արդյոք հատուկ դրական փոխադարձության իմաստով վերաբերմունք ունենք իրար հանդեպ, չեմ կարծում, բայց ես նաև պարոն Հովհաննիսյանի անմեղության կանխավարկածը պետք է հարգեմ։